Գիտեք, որ Սամվել Կարապետյանի գլխավորած ուժեղ Հայաստան կուսակցությունը մասնակցելու է հունիսի 7-ին կայանալիք ընտրություններին եւ վարչապետի թեկնածու է առաջադրվել ինքը Սամվել Կարապետյանը։ Սամվել Կարապետյանին ես երկար ժամանակներ նոր եմ եկել Ռուսաստանից, աշխատել եմ, կենտրոնում եմ Մոսկվայում, մեծ գործեր են արել, ինչ որ այ միշտ շփվել եմ Սամվել Կարապետյանի աշխատողների հետ, հայ։ Մեծ հայկական աշխատավորական բանակ ունենք Ռուսաստանում, էլ չեմ ասում կենտրոնացած Մոսկվայում, որոնք բոլորը գոհ են իրանից, գոհ են եղել, ես անձամբ զրուցել եմ իրանց հետ, իմ բարեկամներն են իրանց, ես տաշի շատ բարեկամներ ունեմ, որոնք աշխատում են հենց հիմա Մոսկվայում իրա մոտ, անկախ նրանից գործ ունեին, չունեին, իրան նստեցնում են դուք ձեր փողի տերն եք, մինչև գործ կունենանք, բայց չէր թողնում, ու վճարում էր, ու բարձրել վճարում էր, ես գտնում եմ, որ իր բիզնես ղեկավարելու եւ երկիր ղեկավարելու մեջ ես այնքան չեմ կարող այդ երկուս իրարից տարբերեմ, այդ մակարդակը երևի ես չունեմ էլ, բայց երևի տարբեր բաներ են, չգիտեմ, եթե ինքը ինչ ձևով կարողացել է իր բիզնեսը ղեկավարի, այդպես էլ երկիրը ղեկավարի, շատ դա կլինի բոլորիս համար, եթե կարողանա, եթե վիրավերցրել, հույս ունենանք, որ եթե անցնի կկարողանա, ու լավ կլինի։ Գիտեմ, որ նա բարերար է, լսել եմ, որ նա բարերար է, ժողովուրդը ընտրի արժանավորին, ոչ թե այսպես գան սուսուտ խոստումներ տան, ժողովրդին խաբեն, աչուձախ ու հետո ոչ մի բան չանեն։ Սամվել Կարապետյանը ամբողջ Ռուսաստանի, ամբողջ Հայաստանի բիզնես կառավարումը ինքը չի կարա կառավարի, կարախի չկարա։ Ինքը ավարտացել է, ասիկ ես տենց գիտեմ էլի, տենց եմ լսել, ավարտացել է, խոսալն էլ գիտի, արդ երկրում ոնց գիտի ոնց կվերաբերվի, ինչ կվերաբերվի, ոնց կանի, ինչ կանի, դե հիմի էտել մեր բախտի էլի, մեր բախտ, հայ ժողովրդի բախտը, ոնց կվիճակվի։ Իրա մասին լավից բացի վատը չեմ լսել, ես ոնց կարամ էլի սուտ խոսամ, միշտ լավն եմ ես լսել այդ մարդուց, նա այնքան խելացի մարդ ա եղել, որ այսօրվա օրը նա այդքան բանի ա տիրացել, իրա խելքով, իրա ամեն ինչով, ինքը խելացի մարդ ա։ Որպես ղեկավար, ինչպիսին կլինի Սամվել Կարապետյանը։ Լավ ղեկավար կլինի, շատ լավ ղեկավար կլինի, ես հույսեր դնում եմ իրա վրա, մի խոսքով ով ուզում ա լինի տղա ջան, հունիսի 7-ից հետո, միայն ինքը չլինի, իմ ուզածը դա է։ Այդ մարդը երեք ելույթ ունեցավ, այդ մարդը բերանից կոշտ խոսք չի լսվում։ Գործարար մարդ է էլ, ցանկացած գործարար մարդ է էլ, եթե ասենք ինքը ունի մեջ շա, բայց բոլոր դեպքում ժողովրդին օգտակար է էլի, ասենք այդ հոսանքա, ես ինչ իմանամ, ամեն ինչը կար էլի, ուրիշ երկրում է թա բիզնես սարքել, թե ինչ, այդ մարդը հայազգին օգնել է էլի, ճամպին գնալով կներես, որպի մին ման այդ փողես տալիս, նա քեզ շնորհակալ անեմ, այդ մարդը մեր ազգին այդքան լավություն է դրան, անշնորհակալություն ենք անում այդ մարդը, սխալ է, այդ մարդը կարելի ասած կարգն տղա է էլի։ Կարողանա երկիրը ղեկավարել։ Կկարի, իր այդ կեցվածքը, որ տեսքը, նույնիսկ ասենք, որ կառավարիչի տեսք է, եւ տրամարել ենք այդ միջև իր գործերին կառավարել է։